Если посмотреть на историю Южного Кавказа, это... Եվ եթե նայեք Հարավային Կովկասի պատմությանը, կարող եք տեսնել, որ նույնիսկ այս գործընթացը Ռուսաստանի ներկայության այս գործընթացը այո, շատ ինտենսիվ եւ շատ ուժեղ է եղել 19-րդ դարից ի վեր։ Եվ ինձ համար շատ տարօրինակ է, որ իհարկե շատերը մոռանում են, որ Ռուսաստանն արդեն այստեղ է։ Եթե նայեք Շիրակին, նրա ամրոցին, այն այնտեղ ամուր արմատավորված է եւ դեռ ոմանք ասում են, որ Ռուսաստանը հեռանում է։ Մենք չգիտենք Ռուսաստանը հեռանում է թե ոչ։ Ես այստեղ եկա հասկանալու Ռուսաստանի եւ Հայաստանի սպասումները, քաղաքականությունը։ Իհարկե մենք պետք է նաեւ ուշադրություն դարձնենք այն փաստին, որ շատ եվրոպական լրատվամիջոցներ կարծես նույնպես առաջ են մղում իրենց սեփական օրակարգը, քանի որ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Եվրամիությունում կա որոշակի ընդհանուր կոնսենսուս, որ մենք ընդհանուր առմամբ ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության հարևանների հետ։ Սա ընդհանուր կոնսենսուս է, բայց արդեն ներքին առումով ես տեսնում եմ, որ կան տարբեր շահեր ունեցող երկրներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան։